ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները իր ձևով և ընդհանրապես հետագայա ակնկալիք արդյունքով նորություն է ընտրողների համար, նորություն է մեր ժողովրդի համար, անկախ նրանից թե ինչպիսին կլինեն արդյունքները, սակայն ես կարծում եմ, որ ընտրողների համար դեռևս պարզ չէ, թե ինչպես են կայանալու այդ տեխնիկական մասով պարզ չէ, և որը բերելու է մի շարք բարդություններ, մի շարք անհարթություններ։ Ինչ վերաբերում է նրան, թե այս ընտրությունները մեզ որոշակիորեն արդեն պետք է հանգեցնեն մի արդյունքի, որը ժողովրդի համար պետք է անպայմանորեն լավ լինի, ժողովրդի համար անպայմանորեն բարեկեցություն ստեղծի։ Ես չեմ հավատում, անձամբ ես չեմ հավատում, պարզապես ձևն է փոխվում, ընտրելու ձևը, կուսակցություն, թե անհատ, դա էական նշանակություն չունի, առավել ևս, որ ընտրողների մեծ մասը նախկինից արդեն մեծ ծանոթ անձեր են, անհատականություններ են, ինչ է նշանակում 1500 պատգամավորության թեկնածու։ Եթե պարզ թվաբանություն կատարենք, կտեսնենք, թե մեր ընտրողներից, մեր ազգաբնաշտում քանիսն է ուզում դառնալ պատգամավոր։ Ինչու՞։ Ինչու են այդպես մղվում, ինչու են այդպես գնում։ Եթե բոլորի խոսքի մեջ առաջին տողի վրա հայրենասիրությունն է հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի բարօրության, ապա ժողովրդի բարօրության համար այնքան ուրիշ գործեր կան, ասենք ասֆալտանողներ, կովկուտողներ, ֆերմայում աշխատողներ, հողագործներ, այգեգործներ, այդ աշխատանքները ավելի շատ մեր ժողովրդի բարեկեցության համար ազդեցիկ կլինեն, քան պատգամավորի աշխատանքը։ Կարծում եմ, որ այդ բոլոր ազգային ժողովի մղվողները ոչ թե ժողովրդի համար են մտածում, այլ անձնաշահ են, եսա կենտրոն են, առավել ևս ես նաև մտածում եմ, որ 131 պատգամավորը փոքրիկ Հայաստանի համար շատ է, նամանավանդ որ Վրաստանի ազգային ժողով 151 մարդ է, 131 մեզ համար շատ է, բավական նաև 71-81-ը նամանավանդ որ նստաշրջանները հաջորդում են իրանց, ոչ մի նստաշրջանում այնպես հիմնարար օրենք չի ընդունվում, մարդկանց համար բարեկեցություն ապահով օրենք չի ընդունվում, ինչ օրենք էլ որ ընդունում է վերջնական արդյունքում հանգում է օլիգարխների շահին, մեծահարուստների շահին, շատ քիչ են այն օրենքները, որ աղքատ, հարուստ, սոցիալապես անապահով, իհարկե ընդունվել են որոշ օրենքներ, ասենք այս թոշակներ, երեխաների նպաստ արդեն մաս են վճարում, սակայն մի բան ինձ համար հենց այդ ազգային ժողովը հաստատեց մի օրենք զինվորների 1000 դրամ վճարելու մասին, հա, մի ազգային ժողով պատգամավոր ստանում է 700-800 դրամ, եթե ազգային ժողովի բոլոր պատգամավորները հրաժարվեին իրենց մեկ ամսվա աշխատավարձից, դա արդեն իսկ կլիներ այն 1000 հավաքածները։ Կատարյալ նորմալ օրենքներ չեն ընդունում։ Նաև ինչ է նշանակում, այդ հավաքված փողը պետք է տրվի զոհվածին առաջի երկրորդ կարգի հաշմանդամներին, իսկ երրորդները կոռուպցիա չի արդյոք, կոռուպցիայի տեղ չի թողնում արդյոք, ինչ է նշանակում երրորդ կարգին չտալ, բոլորս գիտենք, որ բժիշկի գրիչի մի հարվածով երրորդ կարող է դառնալ երկրորդ, չորնել է պատերազմի հաշմանդամ, ինչ տարբերություն, երրորդի և երկրորդի միջև, ընդամենը մի գրչի շարժում է, այնպես որ ես չեմ կարծում, թե գումարվելիք նոր խորհրդանը պետք է հիմնարար, ժողովրդանպաստ, սոցիալական վիճակներ հարթող օրենքներ պետք է ընդունի, առավել ևս հնից եկողներն են, հին երկն է, արջը ինչպես ասում են, յոդ երկ գիտի յոդն է տանձի մասին, նույնն է լինելու։